Սիրված ու երիտասարդ դերասանուհի Անուշկա Մարգարյանը բավական երկար ժամանակ է չի նկարահանվում որևէ նախագծում։ Վերջին անգամ դերասանուհին հանդես է եկել Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում։ Այսօր դերասանուհին առաջին անգամ սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է նոր լուսանկար սիրելիի հետ։ Դերասանուհին լուսանկարին մակագրություն չի թողել, սակայն ընկերներն ու երկրպագուները հասցրել են բավական շատ սրտիկներ թողնել նրա լուսանկարի մեկնաբանություններ դաշտում։ Դերասանուհին մինչ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվել է, հիմնականում մարմնավորել է բացասական կերպարներ։ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նրա դերն առանձնանում էր, որովհետև դրական կերպար էր։ Ինչպես ինքն է մեկնաբանում, նախկինում կարելի է ասել մարմնավորել է միայն բացասական կերպարներ։ Անկեղծ ասած չգիտեմ ինչով էր պայմանավորված, որ ինձ բացասական կերպարներ էին վստահում, բայց ես չեմ դժգոհել, բացասական կերպարներն ավելի խաղարկային ու հետաքրքիր են։ Դրանք մարմնավորելն ավելի բարդ է, որովհետև ասելիքն ավելի շատ է։ Դրական կերպարի դեպքում աշխատելու գրեթե ոչինչ չկա, իսկ բացասական կերպարներն ավելի դաստիարակչական են։ Չար մարդիկ պետք է տեսնեն, որ իրենք միևնույն է պատժվում են։ Իհարկե դրական կերպարներ ևս պետք է ունենալ, չես կարող միայն բացասականները մարմնավորել, ուղղակի բացասական կերպարների վրա մարդկանց ուշադրությունն ավելի է կենտրոնանում։ Մարդիկ ուզում են հասկանալ, ինչ է վերջում լինելու, կերպարի գիծն ինչպես է ավարտվելու, ասում է նա։ Ըստ դերասանուհու, որքան էլ դրսում իրեն տեսնելիս մարդկանց առաջին արձագանքն այն է, որ իրականում այլ մարդ է, դա չի նշանակում, որ իրեն բացասական լույսի ներքո են ընկալում։ Եթե տարիներ առաջ մարդիկ կարող էին կերպարը նույնացնել դերասանի հետ, հիմա հասկանում են ուղղակի կերպար է, դու էլ կերտում ես այն։ Հիմա նաև փոխվել են հեռուստադիտողների պահանջները, շատացել են քննադատությունները, դա դարձել է ուշադրություն գրավելու տարբերակ, վիրուսի պես տարածվում է։ Իհարկե խոսքը ոչ թե խորհուրդների, նկատառումների, այլ բացասական քննադատությունների մասին է։ Եթե հեռուստադիտողը նկատում է, որ ինչ-որ բան այնպես չէ, կարելի է փոփոխություններ անել, բայց եթե դա արվում է դերասանին վիրավորելու միտումով, հեռուստադիտողն ուղղակի ուզում է ինքնահաստատվել, նշում է նա։ Շուրջ 8 տարի լինելով սերիալարտադրության ոլորտում, դերասանուհին ընդգծում է, որ ոչ միայն այնտեղ, այլև ցանկացած ոլորտում շատ բան բյուջեից է կախված։ Երբ կատարում ես փոքր ներդրում, մտածում ես փոքր բաների մասին, իսկ մեծ ներդրումների դեպքում կարող ես երազել մեծ նախագծերի մասին։ Մենք ունենք լավ սցենարիստներ, ռեժիսորներ, օպերատորներ։ Եթե գումարը մի փոքր շատ լինի, կարող ենք ավելի որակյալ արտադրանք տալ։ Ցավոք ստիպված ենք տեղավորվել այն ամենի մեջ, ինչ մեզ հատկացվում է։ Որակի մասին խոսելիս պետք է հաշվի առնել համեմատությունը։ Եթե ոլորտը համեմատենք տարիներ առաջվա հետ, աճ է գրանցվել, իսկ եթե համեմատենք արտասահմանյան շուկայի հետ, ավելի լավ է լռեմ։ Հեռուստադիտողները տեսնելով արտասահմանյան սերիալները, շատ դեպքերում ցանկանում են նաև նման սերիալներին մի փոքր մոտ սերիալներ տեսնել։ Բնականաբար լավ է, որ հեռուստադիտողը ցանկանում է ավելի լավը տեսնել, մենք ունենք այն, ինչ պահանջում է հեռուստադիտողը։ Ուղղակի կա հեռուստադիտողի մի զանգված, որը կենցաղի վիճակից դուրս չի եկել։ Սերիալը պետք է նաև համապատասխանի իրենց, որ նրանք դիտեն, ասում է Անուշկան։ Նա նկատեց, որ այս տարիների ընթացքում մեծ դադար ունեցել է ընդամենը մեկ անգամ, թեև յուրաքանչյուր նախագծից հետո փոքրիկ դադարներ ունենում է։ Նախագծից նախագիծ անցնելը բարդ է, ժամանակ է պետք, որ հաջորդ սերիալում չանես այն, ինչ նախորդում։ Սա իմ աշխատանքն է, որը շատ եմ սիրում, խոչընդոտներն էլ սիրով փորձում եմ հաղթահարել։ Իհարկե այլ ձևաչափում ներկայանալու ցանկություն ունեմ, բայց ինչ կարող եմ անել, ամեն ինչ առաջարկներից է կախված, անկեղծանում է դերասանուհին։ Անուշկան նաև ասում է, որ իրեն իր տարիքից փոքր են ընկալում, բայց դա չի խանգարում։ 32 տարեկան եմ, բայց միշտ ինձնից փոքր 20-22 տարեկան աղջիկների կերպարներ եմ կերտել։ Հաճելի է, որ իմ տարիքից փոքր եմ երևում, պահվածքով, հոգով երեխա եմ, բայց ոչ երբեք մտքով, չեմ կարող ասել երեխա եմ, թե մեծ, իմ մեջ մինչև 32-ը բոլոր տարիքները կան։ Երբ մարդիկ իմանում են, թե քանի տարեկան եմ, առաջին արձագանքը շոկային է լինում։ I can hear the demons call when they do what they do. And now I feel like taking off, find a place with a view. The pain is never gonna stop if it's controlling you. I know the
taking off, find a place with a view. The pain is never gonna stop if it's controlling you. I know that time can heal it all, I just gotta get through. Sometimes I feel like all is lost, but I know it's not true. I wanna put up all my walls cause I'm not in the mood, but then I cut myself off from the rest of the room. I know that time can heal it all if you're patient and soon. It can all be worth it, all the searching. Pain is never really permanent, but damn it hurts, man. I could feel all of the turbulence and it's concerning. I've been searching for a purpose, I hope it's worth it. This society is really trying me. Ain't no hide and seek, I hide to be far from anxiety. I need my space, I need my privacy. I need some silence, please, you're all too loud. You don't speak quietly, opinions violently thrown across every surface. It makes me nervous, it's the world honestly burning. That's all I'm learning, hope that we can make a turn and start reversing all our minds and put the work in. We got some work, man. Today's gonna be a good day. Wake up, 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 today's gonna be a good day. Set your affirmations, aspirations. I got shit to do, the aftermath of preparation. Good food, good mood, blood in circulation. One step at a time, yeah, that's how you make it. Set a goal you control and the steps you take. I try to pick one thought, have some concentration. And if I make a mistake, it's called education. I try to do this every day, call it replication. Wake up, today's gonna be a good day. 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 Wake up, gonna give it, take a last shot like a J. Ain't no wake up, I'm in my own skin. Never get lost without putting on. I miss the old you, we die with a purpose. So the energy around me so nervous. Scared of every difference the surface. Had to cut it off before you made me worthless. Time hard to be poor, scarred. I had to give it all, and now I'm big and smart. I keep an eye on my guard, I'm on every card. I roll a flush and I you never know what's up. With a back to the back and I see where I'm at. I'ma fight like a man. I'll be something that they can never beat me. Nice drive, but they'll see I achieve everything while they stay salty. All the bad for the good in my head when I'm lost. Yeah, so I'ma fake it till I make it. Positive thoughts are overtaken. I got patience, one day at a time is how you operate and cadence. So flow, you grow, you show yourself the foundation. Stay away from all the shit that causes temptation. I know that I like to do it cause it's sensation. I live my life in my head like a narration. Don't expect greatness, do my best, man, I'll take it. Wake up, today's gonna be a good day. 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 Wake up, today's gonna be a good day.